Վաշինգտոնյան համաձայնագրում, Եռամերիկ համաձայնագրում, որ ձեռք բերվեց օգոստոսի 8-ին երեք երկրների միջև, կա ձևակերպում, որ Ադրբեջանը ստանում է անխոչնդոտ ճանապարհ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան։ Ես կխնդրեի հստակեցնել, արդյոք այս ձևակերպումը նշանակում է, որ Ադրբեջանը ակնկալում է Հայաստանի տարածքով առանց ստուգումների, առանց հայ սահմանապահ եւ մաքսային ծառայության աշխատակիցներին տեսնելու Հայաստանի տարածքով անցնել դեպի իր էքսկլավ Նախիջևան, եթե ոչ The August 8 Washington Declaration contains statement that Azerbaijan shall gain unhindered access to its exclave Nakhichevan via Armenia's territory. Do you think that this unhindered access means that Azerbaijan expects that its entities will move via the territory of Armenia without confronting or being checked by Armenian customs and border officials? If not, then շարունակեք. Եթե ոչ, այս դեպքում ինչի համար է այս ձևակերպումը Բաքուն ցանկացել որ լինի համաձայնագրում եւ ինչ է իրենք պատկերացնում անխոչնդոտ ձևակերպման տակ? If not, then why did Baku wish to have this statement, this provision in the text? And if this is not the case, then what was Baku's understanding of this language? Okay, thank you very much. Thank you very much for the question. It's been Baku's aspiration in the past 5 years. Ձգտումը եղել է դա ունենալ անխոչնդոտասանելիություն հիմնական մասի Ադրբեջանի եւ Նախիջևան էքսկլավի միջև ներկայումս եթե ես ճիշտ եմ հասկանում հիմնական բանակցությունները տեղի ունենում Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև վերաբերում են կարգավիճակին, ձևաչափին, վերաբերում են տարբեր հարցերի Հայաստանի հարավի շրջանակային ծրագրի կապված, բայց Ադրբեջանի դիրքորոշումը մնում է միանշանակ հաշվառելով հատկապես զգայուն իրավիճակը, հասարակությունների զգայուն վիճակը, ունենալ արագընթաց եւ անխոչնդոտ անցում։ Եվ այստեղ հիմնական նպատակն է այնպես անել, որ շահութաբաժիններ Քաղի Նախիջևանի բնակչությունը, ովքեր նույնպես դուժել են գրեթե 4 տասնամյակներ տևացական մարտության հետևանքով, քանի որ կոնսենսուս կա Ադրբեջանում, որ իրենք այն է ազգաբնակչությունը Նախիջևանի, իրենք էլ արժանի են տեսնելու այս խաղաղության իրավիճակի շահութաբաժինները, երկու երկրների միջև խաղաղության շահութաբաժինները, դիվիդենդները։ Ինչ են հասկանում անխոչնդոտ ձևակերպում ասելով։ How is unhindered access Յուրաքանչյուր մեկ հարց պատասխանը հնչեց հաջորդ լրատվամիջոցով։ Կներեք, էլի մի հատ հստակեցնենք, կասեք։ Պատասխանը հնչել է հաջորդ լրատվամիջոցով։ Կարելի է ես հարց տամ, էլի մի րոպե։ Ադրբեջանի նախագահը հանդես է գալիս հակասական հայտարարություններով։ The president of Azerbaijan has been making contradictory statements. Այս համաժողովից առաջ էլ հայտնեց, որ հայկական բնակավայրերը ըստ էության հայկական տեղանուններ չունեն, դրանք ադրբեջանական ծագում ունեն։ Before this conference, he announced that Azerbaijani settlements do not have Armenian settlements. Do not have Armenian toponyms; that they have Azerbaijani origin. Եվ մասնավորապես հայտարարեց, որ Սևան անուն չկա, կա Գյոչա։ And he stated in particular there is no word such as Sevan; it's Gyocha Lake. Չեք կարծում, որ նման հակասություններով բնականաբար չեք նպաստելու խաղաղության հաստատման։ Don't you think that with such contradictory statements you are obviously not going to contribute to reaching peace? Կարծում եմ, որ պետք է հարցը ուղղեք Ադրբեջանի պաշտոնատար անձանց, սակայն եթե փորձագիտական կարծիք եք հարցնում մեզնից, առաջարկում եմ, որ մենք բոլորս ստուգենք Վաշինգտոնի հռչակագիրը երկու երկրների միջև, որը վերաբերում է տարածքային ամբողջականության երկուստեք ճանաչմանը, սահմանների անխախտելիության երկուստեք ճանաչմանը։ Դուք կիսում եք կարծիքը, կար մյուսը կիսում եք կարծիքը, չէ, երկրորդը։ Ոգի է պատասխան։ Եթե ուզում են երկրորդը պատասխանում է։ Հաջորդ հարցը։ Հաշվի առնելով, որ փորձագիտական խումբ եք դուք ներկայացնում, հասարակությունն ինչպես է տրամադրված ընդհանրապես Հայաստանով անցնելուն, հայերի եւ ադրբեջանցիների հետ հարաբերություններ հաստատելուն։ Considering you represent a team of experts, what is the mood in Azerbaijani society about interacting with Armenians or about passing via Armenia? What is the mood among the Azerbaijani population? There is no unique.
միակ կարծիքա միանշանակ մի կարծիք չէ Ադրբեջանում կան տարբեր արձագանքներ դրական էլ բացասական էլ քանի որ ելույթումս էլ դա ասացի որ դեռ կան հույզեր հիշողություններ հակամարտության դրանք խորն են ժամանակ պահանջվի որպեսզի առաջ շարժվենք Այն ժամանակ ես կարծում եմ նաև տեսնում ենք որ շատերը նաև դրական են տրամադրված այդ շփումներին որովհետև իրենք հարցեր են տալիս լրատվամիջոցները հետաքրքրված են հարցնելու են մեզ թե ինչպիսին էր մեր ժամանակը Հայաստանում ուզում են իմանալ տեղեկանալ դա տեղեկանալու իմանալու ժամանակահատվածը երկու կողմերի համար հաջորդ անգամ երբ հայ փորձագետներն ուղևորվեն Ադրբեջան կարծում եմ նույն բանը տեղի կունենա լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցեր կտան ոնց էր Ադրբեջանում ձեր ճանապարհորդությունը ինչ տեսակ եւ այլն դա իմանալու սովորելու գործընթացը երկու ստեկ Ադրբեջանի նախագահը պարբերաբար խոսում է Հայաստան ադրբեջանցիների վերադարձի մասին, ինչ կարծիք ունեն ադրբեջանի քաղաքացիները այս հարցի մասին, որովհետև ի վերջո իրենք են գալու Հայաստանում ապրելու, Հայաստանի օրենսդրությամբ, Հայաստանի քաղաքացիությամբ, արդյոք նրանք պատրաստ են Հայաստանի քաղաքացիությամբ գալ եւ Հայաստանում բնակվել։ The president of Azerbaijan regularly speaks about the return of Azerbaijanis to Armenia. What do these people in Azerbaijan think about it? Are they ready to come to Armenia, live under the Armenian laws, be holding Armenian citizenship? Are they ready to do that? What is their opinion? Because after all, they would be the ones living in Armenia with Armenian citizenship. First of all, Նախևառաջ we have to մենք պիտի understand that there հասկանանք, որ community ահռելի համայնք կա Azerbaijanis էթնիկ ադրբեջանցիների, ովքեր ժամանակին ապրել են whose ancestors կամ ում նախնիները իրականում ապրել են Հայաստանում Exodus մի քանի ալիքներով դուրս են եկել հատկապես 20-րդ դարում հիմա վերաբնակվել Ադրբեջանում եւ Ադրբեջանից դուրս իրենք ունեն էթնիկ comprised որոշակի ethnic community ենթաէթնիկ խումբ են իրենք իրենց ենթաէթնիկ սեփական ծեսերը ունեն սովորույթներ անգամ պարեր եւ իրենք ահռելի քաղաքական ու տնտեսական ուժ ունեն Ադրբեջանում ուստի արամարել այդ համայնքի գոյությունը սխալ կլիներ եթե իմ կարծիքն եք հարցնում ես կարծում եմ որ ժողովուրդների միջև կոնտակտների գործընթացում մենք պետք է նաև փորձենք այդ համայնքի անդամներին ներգրավել սերտ հաղորդակցության մեջ հայերի հետ իրենք որպեսզի ի վերջո որոշակի հաղորդակցություն ձևավորեն, որովհետև 3 թե 4 տասնամյակ յուրաքանչյուր հասարակությունը ապրել է իր փուչիկի մեջ։ Մենք կարող ենք մինչև որս վիճել, կռվել, բայց գոնե պետք է դասեր քաղենք միմյանց պատմույթները լսելու եւ հասկանալու միմյանց դիրքորոշումները եւ այդ հաղորդակցությունը միանշանակ կօգնի մեզ ողջունման գործում Ես արդեն նախ գործընկերոջից հարցին հստակեցում այդպես էլ չասվեց թե անխոչնդոտ ճանապարհ ինչ նկատի ունեն եւ անձամբ իրենք ինչ նկատի ունեն կամ որ տարածքը նկատի ունեն երբ որ ասում են Արմենիան Ադրբեջան կամ Զանգեզուրի միջանցք To clarify an earlier question how do you understand unhindered access and for you personally what do you have in mind when you say Western Azerbaijan or Zangezur corridor